Դե ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ աշխարհը այն աստիճան է ալեկոծված հիմա, որ դժվար է որևէ ինչ-որ համաձայնության գալ, որևէ ենթադրություն անել, որևէ կանխատեսում ունենալ, որովհետև իրավիճակը փոխվում է ոչ թե օրը մեկ, այլ արդեն ժամը մեկ։ Թրամփը առավոտը վերակենում մի բան ասում, ճաշից հետո ուրիշ բան ասում, քնելուց առաջ էլ լրիվ ուրիշ բան ասում։ Այնպես որ շատ դժվար է, անկանխատեսելի է, էլի։ Բայց ամեն դեպքում այդ ալեկոծված վիճակը իհարկե վաղ թե ուշ պետք է հանդարտվի, եւ ես չեմ կարծում, որ կարծում եմ, որ նաեւ կհանդարտվի մեր տարածաշրջանում եւ մեր բարեկամ երկիր Իրանի հետ կապված հարցերում նույնպես։ Դե ես կարծում եմ, որ Իրանը այս պահին ճիշտ է մտածում, որ Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություն վարելը անիմաստ է, որովհետև իրանք տեսնում են ինչ է կատարվում, ինչպես է իրեն պահում Թրամփի վարչակազմը, բայց ամեն դեպքում Օմանում իհարկե հանդիպում տեղի ունենալու, ինչի մասին են խոսելու, դժվար է ասել։ Իրանին հարվածել այնքան էլ հեշտ բան չի, Իրանը հզոր պետություն է, հսկայական տարածք ունի, մոտ 90 միլիոն բնակչություն ունի, բավականին լավ զինված է եւ այլն, այսինքն սա շատ վտանգավոր է եւ հղի է բավականին մեծածավալ, լայնածավալ պատերազմով, այնպես որ Միացյալ Նահանգները շատ երկար կմտածի նախքան ինչ-որ հզոր հարված հասցնելը Իրանին։ Դե մենք իհարկե անտարբեր չենք կարող լինել այդ իրադարձությունների նկատմամբ, որտեղ Իրանը մեր այսօրվա վիճակում ամենահզոր դաշնակիցն է, այդպես կարող ենք ասել, որովհետև աջից ու ձախից մենք ունենք թշնամիներ, հանձինս Ադրբեջանի եւ Թուրքիայի, հյուսիսի կողմից էլ անորոշ վիճակում գտնվող Վրաստանը, որտեղ դեռ հայտնի չի ինչպես կավարտվեն այդ իրադարձությունները, այսպես կոչված ընտրություններից հետո, կեղծված իհարկե ընտրություններից հետո, բայց ես հուսով եմ, որ վրաց ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի եւ համախմբվածության բավարար աստիճան կարող է ստեղծել ազատվելու համար այդ Ռուսաստանի դարավոր ազդեցությունից։ Դա է շատ կարևոր մեզ համար։ Դե աշխարհում էլ տեսնում ենք ինչ է կատարվում այդ Դոնալդ Տրամփի կողմից փաստորեն ամբողջ աշխարհին հայտարարված առևտրական պատերազմը։ Այո, ինչպես Մակրոնը հայտարարեց։ Չմոռանանք, որ ոչ վերջին հերթին խփելու է նաև հարված է հասնելու նաև Միացյալ Նահանգների տնտեսությանը։ Արդեն երևում է, որովհետև արձանագրվում են գների բարձրացումներ եւ հետո ժողովուրդն է արդեն բողոքում, ես վերջերս շատ հզոր բողոքի ակցիաներ տեղի ունեցան գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Միացյալ Նահանգների, հակատրամփյան այսպես կոչված, եւ նույնիսկ Թրամփի ամենամտերիմ, ամենահուսալի դաշնակիցը Իլոն Մասկը արդեն սկսեց հակատրամփյան ինչ-որ հայտարարություններով հանդես գալ, որովհետեւ ինքը տեսնում է բավականին տաղանդավոր բիզնեսմեն է, բացի ամեն ինչից, ինքը տեսնում է, որ Թրամփի իրականացվող քաղաքականությունը բավականին հզոր հարված է հասցնում նաև ամերիկյան բոլոր միլիարդատերներին եւ ոչ միայն միլիարդատերներին, այլ ամբողջությամբ ամերիկյան տնտեսությանը։ Լավ, ինչպես անվանել Թրամփի քաղաքականությունը, երբ այսպես անորոշ է ըստ տրամադրության են որոշումները ընդունվում։ Ինձ թվում է, որ այս ամենը այսպես արհեստական իրականացվող ծածկադմփոց է,
որի տակ Թրամփը փորձում է թաքցնել, չգիտեմ, գուցե ես շատ եմ ընկել այսպես ֆանտազիայի գիրկը, բայց եւ այնպես ես շարունակում եմ հույս փայփայել, որ այն ամենը ինչ որ արվում է Թրամփի կողմից եւ նրա աշխատակազմի կողմից, դա ուղղակի նախապատրաստում է շատ հզոր այսպես թակարդի ստեղծմանը, որի մեջ վերջում կհայտնվի աշխարհի այսօրվա համար մեկ առնետը, պարոն Պուտինը։ Ինձ թվում է այդ ամենը ուղղված է այդ նպատակին։ Չգիտեմ, գուցե իմ կարծիքը շատ հեռու է իրականությունից, բայց ես չէի ուզի սխալվել, որովհետև գիտեք ինչ, դե վերջին հաշվով Միացյալ Նահանգները դա ժողովրդավարական պետություն է, դա այնպես Հավայի պետություն չի, էլի, արդեն մոտ ժամանակներս պետք է տոնեն 250-ամյակը Միացյալ Նահանգների ստեղծման եւ աշխարհի կողմից միշտ այդ երկիրը ընկալվել է որպես հզորագույն ժողովրդավար երկիր։ Մի երկիր, որը միշտ կանգնած է ճնշվողների կողմում, որը միշտ առաջնորդվում է արդարությամբ, ժողովրդավարական սկզբունքներով եւ արժեքներով, եւ այդ ամենը հաշվի առնելով եւ նկատի ունենալով դժվար է պատկերացնել, որ այսօրվա աշխատակազմը ի վիճակի կլինի ինչ որ շրջադարձային փոփոխություններ իրականացնել Միացյալ Նահանգներում եւ այդ երկիրը միացնել այնպիսի հակաժողովրդավարական պետություններին, ինչպիսիք են ուրեմն Պուտինյան Ռուսաստանը եւ Չինաստանը, կամ էլ Հյուսիսային Կորեան։ Չեմ պատկերացնում նման բան, ուղղակի չեմ պատկերացնում։ Ես կարծում եմ, որ դա ֆիզիկապես հնարավոր չէ, ինչի մասին վկայում են նաեւ այն հզոր հանրահավաքները, որոնք տեղի ունեցան, ինչպես արդեն ասացի, գրեթե բոլոր խոշոր քաղաքներում եւ արդեն գիտեք ինչ անջատողական մտքեր են մեկ-մեկ հնչում, օրինակ Կալիֆոռնիա նահանգում արդեն բավականին լուրջ սկսել են մտածել Միացյալ Նահանգներից դուրս գալու մասին, պատկերացնում եք ինչին է հասել արդեն այս անորոշ իրավիճակը։ Այդ ամենը ես կարծում եմ կստիպի Թրամփին սթափվել, եթե այդպես կարելի ասել, օյաղանալ եւ մտածել նաեւ հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրություններին Միացյալ Նահանգներում, կոնգրեսի ընտրություններին, սենատի ընտրություններին եւ այսօրվա վիճակում, եթե այսօր վաղը լինեն այդ ընտրությունները, իհարկե հանրապետականները ջախջախիչ պարտություն կկրեին, դա ակնհայտ է եւ հանրապետականներից շատերը նույնպես բողոքում են, համաձայն չեն այսօր վարվող քաղաքականության հետ եւ արդեն արտահայտում են իրենց անհամաձայնությունը, բազմաթիվ հայտարարություններ են հնչել վերջերս, բավականին ճանաչված եւ հեղինակավոր հանրապետականներ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել Թրամփի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։ Այնպես որ մի խոսքով ալեկոծված է, շատ խառն է, շատ խառը վիճակ է, այստեղ դժվար է ինչ-որ որոշակիորեն կարծիք հայտնել կամ կանխատեսում անել, ընդհանրապես ես կանխատեսումների դեմ եմ, երբեք չեմ կանխատեսումներով չեմ զբաղվել, կարծում եմ դա անշնորհակալ գործ է։ Պարոն Վարդանյան, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք։ Հիմա Վաշինգտոնի հետ սեփական խնդիրները չլուծած Մոսկվան պատրաստակամություն է հայտնում անել հնարավորը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև տարաձայնությունները հարթելու համար, Պեսկովն է հայտարարել։ Հիմա այս հայտարարությունը զուտ հայտարարություն է հայտարարության համար։ Գիտեք, ես կարծում եմ Իրանը, ինչպես որ մենք մեր զրույցի սկզբում ասացինք, Իրանը համարում է Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություն անիմաստ, ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա այստեղ Իրանը շատ ավելի, ոնց ասեմ ձեզ, շատ ավելի կոշտ է ընկալում այդ հարաբերությունները Ռուսաստանին, այդպես ժողովրդական լեզվով եթե ասենք, շան տեղել չի դնում։
Այդ դեպքում ինչ է սա նշանակում այս հայտարարությունը, որ իրենք պատրաստ են անել հնարավորը։ Այո, Ռուսաստանը ամեն կերպ փորձում է մեդան ընկնել, ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, որ ինքը մեկուսացված չի, որ ինքը ակտիվորեն մասնակցում է միջազգային բավականին այսպես բարձր աստիճանի տարբեր տեսակի իրադարձություններին, որ իրեն ինչ որ բանի տեղ են դնում, իր կարծիքը հաշվի են առնում եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե այստեղ նույնպես ինքը չէր կարող կողմ մնալ, պետք է անպայման քիթը խոթեր, նաև Ամերիկա-իրանական այդ հարաբերությունների մեջ ցույց տալու համար, որ իր ազդեցությունն այնքան բարձր է, որ ինքը կարող է նույնիսկ ճնշում գործադրել, օրինակ այդ նույն Իրանի վրա, որը համարվում է իր դաշնակիցը, եւ այսպեսով ուզում է ցույց տալ, որ իր դեմքը դեռ վերջնականապես ջնջված չէ եւ հեռացված չէ, ուրեմն համաշխարհային թատերաբեմից քաղաքական։ Այդ է ուզում ցույց տալ։ Պարոն Վարդանյան, նույն անկանխատեսելի իրավիճակն է նաև ռուս-ուկրաինական ճակատում, այսինքն դեռ հնարավոր չէ ասել ինչ կարող է տեղի ունենալ։ Ոչ, այստեղ ես կարծում եմ շատ ավելի կանխատեսելի է, որովհետեւ Թրամփի երբնակալության պահից սկսած առ այսօր արդեն շուտով մոտենում է 100 օրը Թրամփի, Պուտինը մի քանի անգամ ամբողջ աշխարհին փաստորեն ցույց տվեց, որ ինքը ամենևին հակված չէ հասնել ուրեմն խաղաղությանը, կնքել որևէ պայմանագիր, ուղղակի ժամանակ է ձգձգում, որովհետև գիտեք ինչ, Ռուսաստանը Պուտինի ղեկավարման ընթացքում հասցվել է այն աստիճանի, որ արդեն առանց պատերազմի Ռուսաստանը որպես պետություն այլևս չի կարող գոյություն ունենալ, որովհետև առանց պատերազմի տնտեսությունը արդեն միանգամից փլուզվելու է, որովհետև հիմա էլ տնտեսության հիմնական այսպես սյուները դա ռազմարտությունն է։ Ռազմարտությունաբերություն եթե չլինի, ուրեմն տնտեսություն որպես այսպեսի նույնպես չի լինի։ Եվ ուրեմն Ռուսաստանը կփլուզվի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին փլուզվեց Խորհրդային Միությունը։ Այսինքն դրա համար Ռուսաստանի համար պատերազմը շարունակելը, անընդհատ նոր ինչ-որ օջախներ ստեղծելը, ռազմավտանգ օջախներ ստեղծելը դա շնչելու նման մի անհրաժեշտություն է Ռուսաստանի համար։ Այնպես որ այստեղ պարզ է արդեն ուղղակի Թրամփը ես չեմ պատկերացնում որքանով է արդեն չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց ստիպված եմ օգտագործել, որքանով է հիմարացել, որ չի տեսնում, դա այն դեպքում, երբ որ ամբողջ աշխարհը դա տեսնում է, բոլորն են տեսնում։ Չէ, բայց նաև հայտարարում է, որ Մոսկվան է ձգձգում խաղաղության այդ գործընթացը։ Դե օրինակ ինչ արժի մենակ այդ 2 օր առաջ տեղի ունեցած այդ հանցավոր հարձակումը Կրիվոյ Ռոգի վրա։ 20 հոգի մահ զոհվեց, որոնցից 9 երեխաներ են։ Սա ուղղակի սարսափելի է։ Միթե Թրամփը չի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում։ Ով է այստեղ ագրեսորը, ով է այստեղ ագրեսորի թիրախը եւ ով է տուժողը։ Այն դեպքում, երբ արդեն 4-րդ տարին է, ամբողջ աշխարհը դա տեսնում է եւ գիտակցում է։ Բայց ես կարծում եմ, որ արդեն գիտեք ինչ, աշխարհի կողմից հակահարվածները, որոնք հասցվում են Թրամփի այսպես կոչված այդ տարիֆային քաղաքականության դեմ, արդեն իրենց ազդեցությունը տալիս են։ Եվ Չինաստանն է արդեն 34%-անոց տարիֆներ ուրեմն սահմանել Միացյալ Նահանգներից եկող ապրանքների վրա, եւ Կանադան, եւ Մեքսիկան, այսինքն այստեղ արդեն հակահարվածները զգացվում են։ Եվ ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ապա այս ասպարեզում նույնպես շատ հզոր հակահարվածներ հենց իրենք Միացյալ Նահանգները իրենց կհասցնեն իրենց անհաշվենկատ քաղաքականության արդյունքում, որովհետև Ուկրաինան արդեն կարողացավ ստեղծել իր բավականին հզոր ռազմարտությունաբերությունը, օրինակ այդ անօթաչու թռչող սարքերի ուրեմն ասպարեզում
Ուկրաինան արդեն ճանաչվել է որպես աշխարհի ամենահզոր արտադրող երկիր է։ Բայց ռազմաարդյունաբերության զարգացումը բավարար է, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել պատերազմը այնքան, որքան Ռուսաստանը, չէ՞ որ դուք ասացիք Ռուսաստանի համար օդու ջրի պես անհրաժեշտ է այս պատերազմը։ Իհարկե, դուք իրավացի եք, իհարկե բավարար չէ, բայց չմոռանանք նաև Եվրոպայի աջակցությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ Թրամփի քաղաքականությունը արթնացրեց Եվրոպային։ Եվրոպան արդեն գիտակցեց, խորապես գիտակցեց, որ իր անվտանգության ապահովումը չպետք է շարունակի դնել Միացյալ Նահանգների ուսերի վրա։ Միացյալ Նահանգները բազմից արդեն հայտարարել են, որ քայլ առ քայլ դուրս են գալու Եվրոպային պաշտպանելու այդ իրենց դիրքից, տասնյակ տարիներ շարունակվող դիրքից, եւ Եվրոպան հասկանում է, որ արդեն իր պաշտպանության, իր անվտանգության հարցերը ինքը պետք է վերցնի իր ձեռքը։ Իսկ իր պաշտպանությունն ու անվտանգությունը առաջին հերթին կախված է Ուկրաինայից։ Այսօր Ուկրաինան առաջնային դերակատարություն ունի այդ հարցերի շուրջ, որովհետև եթե պարտվեց Ուկրաինան, ապա հաջորդ հարվածը կստանա արդեն Եվրոպան։ Ռուսները չեն թաքցնում, որ իրենք Ուկրաինային, այսպես կոչենք, խեղդելուց, վերջնականապես խեղդելուց հետո կարող են հարձակվել նաև Լեհաստանի, նաև Մերձբալթյան երկրների վրա։ Չի բացառվում դա։ Եվ պատահական չէ, որ առաջին հերթին Գերմանիան է դա շատ լավ գիտակցում եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի կարողանա հզորացնել իրենց պաշտպանությունը, իրենց ռազմական կարողությունները, ռազմական ուժը եւ այլն։ Այսինքն այստեղ նույնպես մենք տեսնում ենք բավականին այսպես երևացող խմորումներ, որոնց արդյունքում ես կարծում եմ, որ վերջին հաշվով պատմության այսպես ուղին, որը անհերքելի է եւ հնարավոր չէ կանգնեցնել, շարունակվելու է նույն տրամաբանությամբ, նույն այն պատմական տրամաբանությամբ, որը ոչ ոք չի կարող հաղթահարել, այդ թվում նաեւ Պուտինը, այդ թվում նաեւ Տրամպը, ով ուզում է լինի։ Ես կարծում եմ, որ ամենայնպես այս տարին որոշիչ կլինի, 2025 թվականը շատ հարցերի պատասխանները տալու է, դրանում ոչ մի կասկած չկա։ Դե տեսեք, Ռուսաստանը տեսեք ինչ ջարքեր է գործադրում, արդեն հասել են այն հիմարության այն աստիճանին, որ պահանջում են իրենց պահանջների թվում նաև ներառել են այնպիսի պահանջ, որ ուրեմն Ուկրաինայի իշխանությունը լեգիտիմ չէ եւ անհրաժեշտ է Ուկրաինայում ուրեմն անցկացնել ընտրություններ։ Չնայած շատ լավ, բոլորը շատ լավ հասկանում են, որ առաջին ոչ լեգիտիմը հենց ինքը Պուտինն է, որտեղ արդեն 25 տարի է նստած է ուրեմն Ռուսաստանի ղեկին եւ Ռուսաստանը տանում է դեպի անդունդը, դա բոլորն են տեսնում։ Այնպես որ դե Ուկրաինային փառք ու պատիվ Ուկրաինային, ես իհարկե հիացած եմ ուկրաինական ժողովրդի այսպես քաջությամբ իրենց կամքով իրենց հայրենիքի նկատմամբ իրենց սերով, իդեպ նկատենք, որ ոչ միայն էթնիկ ուկրաինացիներն են պայքարում Ռուսաստանի դեմ, այլ նաև էթնիկ ռուսներ, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այդ ռուսներն են իրենց համարում ուկրաինացիներ, այսինքն Ուկրաինայի քաղաքացիներ եւ պաշտպանում են իրենց երկիրը։ Այստեղ գաղափարը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ցանկացած պայքար, եթե չի ընթանում գաղափարի շուրջ, այդ պայքարը ոչ մի իմաստ չունի եւ ոչ մի հաղթանակի հասնել չի կարող։